Փառք Աստծո։ Слава Богу. Օրհնյալ է մեր Աստված։ Благословен наш Бог. Կենթանի է մեր Աստված։ Наш Бог живой. Մենք գիտենք ում ենք պաշտում։ Мы знаем, кого мы служим. Մենք օդի մեջ չենք աղոթում։ Мы не в воздухе молимся. Մենք ինչ որ անծանոթ մեկին չենք փառաբանում, Мы не кого-то неизвестного прославляем. ձեռքեր բարձրացնում, Поднимаем руки, ծափահարում, аплодируем, զոհաբերում։ жертвуем. Մենք գիտենք ով անա։ Мы знаем, кто Он. Այսօր դուք լսեցիք, որ անգամ 10-րդ վերցնողը դա Աստծո որդին էր, Даже тот, кто брал десятину, был Сыном Божьим, որը հետո ծնվեց Հիսուս դարձավ, который родился и стал Иисусом. որպես Հիսուս որդին, Иисус Сын. բայց նա միշտ է եղել է։ Он всегда был. Իմ ու քո Աստված միշտ է եղել է։ Наш Бог всегда был. Ամեն, ու ինքը այսօր է կա։ И сегодня Он тоже есть. Ու ինքը թեև հոգի է, Он и Дух, բայց մենք հոգով կարող ենք տեսնել նրան։ но мы Духом можем видеть Его. Ամեն։ Аминь. Փառք Աստծո։ Слава Богу. Գիտես երբեմն մարդիկ ապրում են այնպես, Иногда люди живут так, կարծես Աստված չգիտի իրենց մասին։ что Бог даже не знает, как будто о них. Ոմանք էլ կարծում են, որ Աստված մոռացել է իրանց, Но некоторые думают, что Бог забыл о них, կամ չի տեսնում իրանց, или не видит их, կամ հաշվի չի առնում իրանց։ или не берет на свой счет. Մտածում են, որ տեսնես Աստված տեսնում է թե չէ։ Думают, ну видит Бог или нет. Էլ չեմ ասում, որ կան մարդիկ, И не говорю о том, что есть люди, որ հավատացել են սատանայի ստին, которые поверили ложу дьявола, որ իբր թե Աստված չի հիշում քեզ։ что Бог как будто не помнит тебя. Մեր Աստված Наш Бог գիտի մեր մասին։ знает о нас. Այսօր ուզում եմ այսպեսի հարց տնեմ։ Хочу поставить такой вопрос. Գիտես, որ ինքը գիտի։ Знаешь, что Он знает? Շատ է չէ՞ լինում, որ ասում ենք Աստված գիտի, Часто бывает, да, что Бог знает. բայց այնքան կարևոր է, որ գիտակցենք, Но очень важно, чтобы мы осознавали, որ ինքը իրապես գիտի իմ ու քո մասին։ что Он по-настоящему знает о нас. Ու գիտեք, այնպես է լինում, որ մարդիկ սպասում են, И бывает так, что люди ожидают, որ Աստված ինչ-որ մի բան անի, что Бог что-то сделает, ինչ-որ մի բան հայտնի, что-то покажет, ինչ-որ մի յուրահատուկ բան կատարվի, или что-то сверхъестественное որ произойдет. նոր հավատան, որ Աստված իրական է։ Только потом будут верить, что Бог настоящий. Ես մարդիկ այդ ձև են, Люди такие, բայց ես քեզ կասեմ, но я тебе скажу, ավելի լավ է չսպասես դրան։ лучше не ждать этого. Աստված քո մասին ամեն ինչ գիտի։ Бог все о тебе знает. Աստված ամեն բան գիտի քո կյանքի մեջ։ Бог все знает в твоей жизни. Եվ ես այսօր ուզում եմ տեսնենք, որ Աստծո խոսքի մեջ դրա մասին գրված է։ И я хочу, чтобы мы сегодня увидели, что в Слове Божьем об этом написано. Եկեք նայենք Հովհաննես առաջի գլուխ։ Давайте посмотрим Иоанна 1 глава. Հալելույա։ Аллилуйя. Փառք Աստծո։ Слава Богу. Ինչ լավ է, որ այստեղ ես։ Хорошо, что ты здесь. Ինչ լավ է, որ մենք այստեղ ենք։ Хорошо, что мы здесь. Մենք պատահական տեղ չենք, ուզում եմ քեզ ասեմ։ Мы не в просто какое-то место. Այո, սա եկեղեցական շենք է, Да, это церковный дом. բայց եթե Աստված այստեղ չլինի, սա չի լինի շենք եկեղեցական։ Но если здесь не будет Бога, это не будет Домом Божьим. Եվ ասեմ քեզ, И скажу тебе, որտեղ է որ Աստված գալիս է, туда, куда приходит Бог, այդտեղ է կարևոր տեղ է։ это главное место. Ամեն։ Аминь. Նայեք Հովհաննես առաջի գլուխ սիրելնես։ Иоанна 1 глава. Սա այնտեղն է, Это то место, որտեղ Նաթանայել անունով մեկին где Нафанаил, Ֆիլիպոսը եկավ ասեց, Филипп пришел и сказал, ում մասին որ օրենքը մարգարեները ասում են գտել ենք։ это Ակոմ о գավարելի։ ком говорили пророки. Мы нашли. Мы нашли։ Եվ Նաթանայելը գիտեք ինչ ասեց։ И что сказал Нафанаил? Ասեց, եթե Նազարեթից է, Он сказал, если с Назарета, Նազարեթից լավ բան չի կարող լինել։ с Назарета ничего не может быть хорошего. Գիտես, տես մարդիկ կան, Есть такие люди, որ ինչ որ մտքին այն է լեզվին է։ ну, что на языке, то и в уме. Что в уме, то и на языке։ Մեր կայցան մաքուր հայ է, այնց որ ինքը շատ լավ թարգմանում, Աստված օրհնի քեզ կայցած։ Ինքը մաքուր ռուս է, բայց հայերեն սովորել է։ Այնպես որ հեշտությամբ նայեք այսօր թարգմանությանը։ Ուղղակի ուշադրեք եք խոսքից ծերնես։ Պուզ Բոբ լաղասլավի ծիրակաց։ Ու գիտեք, հետո Նաթանայելը համաձայնվում է И Нафанаил, он все-таки գնա удостоверяется տեսնի Հիսուսին, пойти увидеть Иисуса.
Եկեք լավ 46 խոսքից կարդանք։ Давайте прочитаем 46 стиха. Եվ Նաթանայելը նրան ասեց. կարելի է որ Նազարեթից մի բարի բան լինի։ Но Нафанаил, Ֆիլիպոսը նրան ասեց. եկ եւ տես։ но Нафанаил сказал ему: из Назарета может ли быть что-то доброе? Филипп говорит ему: пойди и посмотри. Հիսուսը տեսավ Նաթանայելին իրան մոտ գալիս եւ ասեց նրա համար. ահա ճիշտ իսրայելացի, որի մեջ նենգություն չկա։ Иисус, увидев идущего к нему Нафанаила, говорит о нем: вот подлинный израильтянин, в котором нет лукавства. Նաթանայելն ասում է նրան. ինչ տեղից ես ճանաչում ինձ։ Հիսուսը պատասխանեց եւ ասեց նրան. Ֆիլիպոսը դեռ քեզ չկանչած, քեզ տեսա, որ թզենու տակն էիր։ Нафанаил говорит ему: почему ты знаешь меня? И Иисус сказал ему в ответ: прежде нежели позвал тебя Филипп, когда ты был под смоковницей, я видел тебя. Պատկերացնում եք Նաթանայելը գալիս է, Представьте, что Нафанаил приходит. Հիսուսը լավ լսել է թե Նաթանայելը ինչ է ասել իր մասին, Иисус хорошо знал, что сказал о нем Нафанаил, բայց Հիսուսը չէր նայում նրա ասածին։ но он не смотрел на его сказанное. Հիսուսը տեսնում էր նրա անկեղծությունը։ Он видел его чистоту, честность. Մարդը ոնց մտածում էր, այդ ձևը խոսում էր։ Человек как думает, так и говорит. Հալելույա։ Գիտես, Փառք Աստծուն, Слава Богу, որ Աստված что Бог տեսնում է քո մեջ видит в тебе այն լավ բաները, որը ինքը դրել է։ все то хорошее, что Он вложил. Ամեն։ Аминь. Աստված չի նայում քո սխալներին սիրելիս։ Бог не смотрит на твои ошибки. Ինքը ամեն ինչ գիտի։ Он все знает. Գիտի քո մեղքերն էլ։ Он знает даже твои грехи. Գիտի թե դու ոնց ես մտածում։ Знает, как ты думаешь. Գիտի քո ամեն բնավորությունը, որ իր դուրը չի գալի։ Он знает весь твой характер, который ему не нравится. Բայց Հիսուսը տեսնում է սիրելիս, Но Иисус видит, թե ինչքան բարի բան կա քո մեջ, сколько всего доброго в тебе, ինչքան լավ բաներ կա քո մեջ դրված։ сколько всего хорошего в тебе Ուզում вложено. եմ քեզ ասեմ սիրելիս, Хочу тебе сказать, возлюбленный, Հիսուսը լավ է ճանաչում քեզ։ Иисус хорошо знает Եվ тебя. ես Նաթանայելը, И Нафанаил, երբ որ լսես դա, когда услышал это, ասում է, ինչ տեղից ես ինչ ճանաչում։ и он спросил: откуда ты знаешь Գիտես меня? դա ինչ է նշանակում։ Знаете, что это означает? Նաթանայելը գիտեր, որ ինքը անկեղծ է։ Нафанаил, он знал, что он честный. Երբ որ Հիսուսը ասեց դու անկեղծ ես, Когда он сказал: ты честен, Նաթանայելը գիտեր, որ ինքը անկեղծ է։ он знал, что он честен. Գիտես մարդիկ կան, Знаете, есть люди, իրոք անկեղծ ասում են։ которые, честно говорят: Ես չեմ կարողանում հավատալ Աստծուն։ я не могу верить в Бога. Դա ավելի լավ է, Это лучше, քան թե մարդիկ, чем ովքեր ասում են ես հավատում եմ Աստծուն, которые говорят: я верю в բայց Бога, իրականում գնում են մեղքի մեջ ապրում են но на самом деле идут и живут в грехе. եւ ապրում են անհավատի պես։ И живут как неверующие. Եվ որպես մարդ էլ այնպեսի մարդիկ են, И такие люди, որ ավելի լավ է չասեն, որ հավատում են Աստծուն։ лучше, чтобы не говорили, что они верят в Бога. Ավելի լավ է անկեղծ Лучше честно գալ Աստծո առջև прийти пред եւ Богом ասել Տեր, и сказать: ես Господь, այսպեսին եմ։ я такой. Գիտես մարդ կա, Есть люди, մի 100 հոգի ունի, որ չի ներել, есть много людей, которых он не простил, բայց ասում է, но говорит: ես բոլորին է ներում եմ, я всех прощаю. բայց հանկարծ այդ 100-ից մեկին որ տեսա, Но из этих 100 увидел չգիտեմ իբետ одного ինչ կլինի։ и не знает, что с ним будет. Շարունակությունը չի ասում իհարկե։ Он не говорит продолжение, Ուզում եմ քեզ конечно. ասեմ սիրելիս, Но хочу тебе сказать, ավելի լավ է Աստծո առաջ անկեղծ լինենք, лучше быть честным перед Богом, որովհետև Աստված գիտի մեզ։ потому что Бог знает нас. Ամեն։ Аминь. Գիտես, այս աշխարհը հոգնել է ձևական քրիստոնեությունից։ Этот мир уже устал от воображающих христиан. Այս աշխարհը ուզում է տեսնի Этот мир хочет видеть անկեղծ քրիստոնյաներ, честных христиан, որոնք անկեղծ նվիրվել են Աստծուն, которые полностью и честно отдались Богу, անկեղծ ծառայում են Աստծուն, полностью честно служат Богу, անկեղծ փնտրում են Աստծուն։ честно ищут Бога. Եվ գիտես Հիսուսը И Иисус, Նաթանայելին մի փաստ էլ ասեց, Он еще сказал ему одну факт. Ասեց ես քեզ տեսել եմ թզենու տակ։ Я видел тебя еще под смоковницей. Դուք պատկերացնում եք Նաթանայելի վիճակը։ Представляете состояние Нафанаила? Էդ էլ ես տեսել։ Это тоже видел? Գիտեք գրված չի Նաթանայելը թզենու տակ ինչ էր անում։ Там не написано, что он делал под Ինչ էր смоковницей. մտածում։ Что он думал? Չգիտեմ, միգուցե այդ թզենու տակ էր ասել, որ Նազարեթից լավ բան չի լինի։ Может быть, он именно под смоковницей сказал, что из Назарета нет Գրված ничего չի դրա хорошего. մասին։ Но не написано. Բայց Նաթանայելը տեսավ, Но Нафанаил увидел, որ Հիսուսը գիտի իր մասին։ что Иисус знает о нем.
Հալելույա։ Аллилуйя. Ու ես դա փոխեց իր սիրտը։ И это поменяло его сердце. Հարցը նա չէր, թե Հիսուսը ինչ մի հատ յուրահատուկ բան ասեց։ Вопрос не в том, что он что-то сверхъестественное Հարցը сказал. նա էր, Вопрос в том, որ Նաթանայելի կյանքը այդ օրը փոխվեց, что в этот день поменялась жизнь Нафанаила, որովհետև Նաթանայելը գիտակցեց, потому что он осознал, որ կա մեկը, что есть кто-то, որի մասին մարգարեները գրել են, что пророки писали о нем, նա ճանաչում է ինձ, и он знает меня, գիտի իմ կյանքը։ знает мою жизнь. Ես չգիտեմ այդ թզենու տակ ինչ էր ասես մտածել ա միգուցե Նաթանայելը։ Может быть, он что-то думал под смоковницей. Կարող է մտքով հազար ու մի բան անցել։ Может быть, очень многое прошло в его уме. Նաթանայելը հասկացավ, Но Нафанаил понял, որ Հիսուսը այդ ամենը տեսել է։ что Иисус все это видел. Հալելույա։ Аллилуйя. Ուզում եմ քեզ ասեմ, Хочу тебе сказать, քո բոլոր մտածմունքները սիրելիս, все твои мысли, քո բոլոր ապրումները, все твои քո переживания, բոլոր արցունքները, все твои слезы, քո բոլոր աղոթքները все твои молитвы Հիսուսը տեսել է։ Иисус видел. Ամեն։ Ամին։ Նա տեսել է քո բոլոր ճանապարհը։ Он видел все твои пути. Ինչով ես անցել, Через что прошел, ինչով ես հիմա անցնում։ через что сейчас Ուզում եմ проходишь. քեզ ասեմ Хочу սիրելիս, сказать тебе, Հիսուսը лав գիտի քո ներսը, Иисус очень хорошо знает твою ոչ թե միայն внутренность. փաստերը, Не только факты, ոչ թե միայն որ դու թզենու տակ ես եղել, не то, что ты был под смоковницей. այլ նա գիտի քո ներսը սիրելիս։ Он знает твою Նա внутренность. գիտի քո լացը, Он знает твои слезы. գրես մարդիկ կան, Есть люди, մեղք են գործում, они делают грех, որովհետև իրանց մեջ լաց կա։ потому что в них есть слезы. Ուզում եմ քեզ ասեմ սիրելիս, Хочу тебе сказать, возлюбленный, Աստված տեսնում է քեզ, Господь видит тебя եւ ինքը ուզում է որ գաս իր մոտ։ и хочет, чтобы ты пришел пред Ним. Ու գիտես, երբ որ այս ամենը կատարվեց, И когда все это произошло, Նաթանայելը հասկացավ, Нафанаил понял, որ Հիսուսը իրապես Աստծո որդին է։ что Иисус на самом деле Сын Божий. 50-րդ խոսքն ասում է. 50 стих говорит, Եվ Հիսուսը պատասխանեց եւ ասեց նրան, որովհետեւ ես ասեցի քեզ, թե թզենու տակ տեսակ ես հավատում ես, սրանցից էլ ավելի մեծ բաներ կտեսնես։ Иисус сказал ему в ответ, ты веришь, потому что я тебе сказал, я видел тебя под смоковницей, увидишь больше всего. Հիսուսը հարցնում է, Иисус спрашивает, ասում է, ինչա թե ասեցի, որ դու թզենու տակ ես, սկսեցիր հավատալ։ он спросил так, что то, что я сказал, ты под смоковницей, поэтому поверил? Իմացի, Знай, որ դա ամենաչնչինն է, но это только самое малое, որ ես քո մասին գիտեմ։ что я о тебе знаю. Դու ավելի մեծ բաներ ես Ты տեսնել։ еще большее увидишь. Ու գիտես մյուս բանը, ոնց որ ասի, անպայման պետք է ասեի թզենու տակ ես նոր ինձ հավատայր։ Я обязательно должен был сказать, что по смоковницу тебя видел, поэтому, чтобы ты поверил. Այսօր ուզում եմ ասեմ սիրելիս։ Хочу сказать, Մի возлюбленный, սպասի, որ քո կյանքում մի հատ արտասովոր բան լինի, որ նոր դու տրվես Հիսուսին։ не жди, чтобы в твоей жизни произошло что-то большое, что только потом ты начнешь верить. Ավելի լավ է մի անգամից տրվի Հիսուսին։ Лучше сразу отдаться Иисусу. Մարդիկ կան ասում են, դե քիչ-քիչ։ Люди говорят, ну потихонечку. Քիչ-քիչ նշանակում է թող մի երկու անգամ ասի ես որտեղ եմ եղել, Потихонечку означает, пусть скажет, где я был, մի երկու անգամ էլ գործի իմ կյանքի մեջ։ пусть пару раз он действует в моей жизни. Սիրելիս խորհուրդ եմ տալի ժամանակ մի ծախսի։ Даю совет, не трать время. Մի անգամից տրվի Աստծուն։ Ты сразу отдайся Богу. Տրվելն է տրվելը, Отдаться Богу. մեռնելն է մեռնելը։ Умереть. Մեռի քո անձի համար մինչև վերջ։ Умри для себя до конца. Թե չէ, այս աշխարհում այնքան մարդ կա։ В этом мире есть столько людей. Ես հավատք ունեմ։ Я верю. Լավ ես անում, որ հավատք ունես։ Хорошо, что веришь. Ուղղակի եթե չես տրվի Աստծուն, ժամանակ ես կորցնում։ Но если ты не отдался Богу, ты тратишь время. Առավել եւս սիրելներ։ Больше этого. Չէ՞ որ մի օր բոլորս Աստծո առաջ կանգնելու ենք։ Все мы предстанем перед Богом. Ինչ պետք է նրա առաջ կանգնենք, нор ուշքի գանք։ Мы что, должны предстать перед Ним только потом прийти в Չէ՞ себя? ավելի լավ է այս կյանքում արդեն տրված լինենք, Нет, лучше сразу быть отданным որ Ему. երբ որ իր առաջ գանք կանգնենք, Что когда придем перед Ним, բարձ աշկերով նայենք իրան, мы чистыми глазами եւ ինքն посмотрим. էլ ասի ապրես բարի հավատարիմ ծառա։ И Он скажет спасибо, добрый слуга, Верный раб. верный раб. Մտիր քո տիրոջ ուրախությունը։ Приходи в радость Господа. Ամեն։ Ամեն։ Փառք Աստծո։ Եկեք Հովանես 4 գլուխը նայենք։ Давайте посмотрим Иоанна 4 глава. Սիրելես ուզում եմ քեզ ասեմ, Хочу тебе сказать, Աստված ուղարկել է իր խոսքը, Он отправил свое слово, որ ամեն մեկը գիտակցեք, чтобы каждый осознавал, որ Աստված տեսնում է ձեր մեջ ամեն բարի բաները։ что мы осознаем, что Он видит все хорошее в нас. Նա գիտի ինչ լավ բաներ է քո մեջ դրել։ Он знает все хорошее, что вложил в Եվ тебя. երբ որ դու գալիս ես Աստծո ներկայության И մեջ, когда ты приходишь в присутствие լսում Божье, ես Աստծո խոսքը, слышишь Слово Божье, ավելի լավ է հայտնաբերես քո մեջ, лучше увидеть в себе թե ինչ Աստված քո մեջ դրել то, что Бог вложил в тебя, եւ ապրես դրանով։ и будешь жить этим. Ամեն։ Аминь. Տեսեք, այս 4-րդ գլխում Հովանեսի,
И в 4 главе Иоанна մի անառակ կին էր, была одна самаритянка, անառակ կին, բլուդնից։ блудница, Սամարայից էր, да, из Самары, Սամարա քաղաքից։ из Самары города. Չէ, սամարացի էր ուղղակի, Нет, она Սամարյան։ просто была самарянкой. Եվ նա ջուր էր եկե հանելու, И она пришла черпать воду, Հիսուսը նրան ասեց, ես քեզ ջուր կտամ։ и Иисус сказал, я дам тебе воду. Նա էլ տեսավ Հիսուսը դույլ չունի անգամ, Она Ведро. увидела, что у нее даже нету емкости, վիդրա։ ведра. Եվ ասեց, ո՞նց ես ինձ ջուր տալու։ И она сказала, как ты дашь мне воду? Եվ ասեց, այն ջուրը, որ ես կտամ, И сказал, ту воду, которую я այդ ջուրը дам, դու կխմես ու չես ծարավի։ эту воду ты будешь пить и не будешь иметь жажды. Եվ նայեք 15-րդ խոսքը սիրելնես։ 15-րդ խոսքում ասում է, կինը նրան ասեց, Տեր, տուր ինձ այն ջուրը, որ չծարավեմ եւ չգամ այստեղ ջուր հանելու։ В 15 стихе говорится, 15 стих, 4 глава, 15 стих։ Լավ, ռուսերեն չկա, կարդացեք։ женщина говорит ему, господин, дай мне этой воды, чтобы мне не иметь жажды и не приходить сюда черпать. У тебя другая Библия? Нет, у меня просто другой стих. Хорошо։ Ու գիտեք, Հիսուսը նրան մի բան ասեց, И знаете, Иисус сказал ей որ одно, միշտ զարմանում ես, что всегда удивляешься, երբ որ տեսնում ես Հիսուսը ոնց է պատասխանում։ когда видишь, как Иисус отвечает. Նա ջուր է ուզում, Она хочет воды, որովհետև Հիսուսը ասեց, այն ջուրը, որ կտամ, էլ չես ծարավի։ потому что Он сказал, ту воду, которую дам, не будешь иметь Այդ жажды. կինը միշտ գալիս էր ջուր էր հանում։ И эта женщина приходила всегда черпать воду. Հիսուսը ասեց, ես քեզ ջուր кտամ, որը հավիտենություն է գնում։ И Иисус сказал, я дам ту воду, которая ведет к вечности. Եվ գիտես այդ կինը ուզեց, И эта женщина захотела, որովհետև այդ կինը հոգնել էր։ потому что она устала. Եվ Հիսուսը տեսավ, որ նա հոգնել է։ И Иисус увидел, что она устала. Հոգնել է իր մեղավոր կյանքից։ Устала от своей греховной жизни. Հոգնել է իր առօրյայից, Устала от этой աբիձինից։ обыденности. Եվ 16-րդ խոսքում ասում է. И в 16 стихе Հիսուսը говорится, նրան ասեց. Գնա կանչիր քո մարդին եւ եկ այստեղ։ иди призови своего мужа и приходи сюда. Ինչու համար է Հիսուս այդ ձևի բան ասում իրան։ Почему Иисус говорит ей так? Որովհետեւ Հիսուսը տեսնում էր պատճառը։ Потому что Иисус видел причину, Ինչի համար է այդ կինը կյանք ուզում։ почему эта женщина хочет жизнь. Ուզում եմ քեզ ասեմ սիրելիս։ Хочу сказать тебе, Նախ եւ առաջ прежде всего, դու գիտես, որ Աստված քո բոլոր մեղքերը գիտի։ ты знаешь, что Господь знает все твои грехи. Я спрашиваю. Գիտես, Я спрашиваю, ты знаешь, որ Աստված գիտի իմ ու քո մեղքերը։ что Бог знает все наши грехи? Ինձ չառանձնացնեմ քեզանից։ Я не буду отделять себя от Բայց вас. ուզում եմ քեզ Но ասեմ, хочу сказать, Աստված լավ գիտի, Он хорошо знает, ինչն է պատճառը, какая որ причина, մարդը սիրում է մեղքը։ что человек любит грех. Եվ Աստված գիտի, И Бог знает, որ մարդը что человек մեղքից հոգնում է устает от եւ греха ուզում է դրա հարցը լուծի, и хочет решить этот որովհետեւ вопрос, դրանից է կախված կյանքը։ потому что от этого зависит жизнь. Հիսուսը նրան ջուր չի տալիս։ Иисус не дает ей воду. Հիսուսը նրան ասում է պատճառը, Иисус ей говорит причину, ինչու նա կարիք ունի, в чем она имеет нужду, որ այդ ջուրը խմի։ чтобы эту воду пить. Եվ կինը պատասխանեց եւ ասեց նրան. Ես մարդ չունեմ։ Հիսուսը նրան ասեց. Լավ ասեցիր, թե մարդ չունեմ։ Женщина сказала ответ, у меня нет мужа. И Иисус говорит ей, правду ты сказала, что у тебя нет мужа. Գիտես ինչ էր ուզում ասի Հիսուսը։ Что хотел сказать Иисус? Ուզում էր ասի, որ մարդ ունենայր, նորմալ կին կլիներ։ Он хотел сказать тем, что если имела бы мужа, была бы нормальной женщиной. Ասում է, ճիշտ ես ասում, որ մարդ չունես։ Правда ты говоришь, что у Եվ тебя դրանից нет հետո мужа? ասում է, որովհետև 5-ը ունեցել ես։ И после этого он говорит, что 5 мужей ты Այն имела, 6-րդին է, որ ունես, и 6-го, что имеешь, այդ էլ քո ամուսինը չի։ это не твой муж. Սրելնես Հիսուսը Возлюбленный Иисус, այդ կանոջ հարցը լուծում էր։ он решал вопрос этой женщины. Նա տեսնում էր նրա ներսը։ Он видел ее внутренность. Բոլոր քաղաքը Целый город գիտեին, որ նա շնացող կին է, знал, что она блудница. բայց Հիսուսը Но Иисус այդ շնացող կնոջ մեջ в этой блудной женщине տեսնում էր այն կարիքը, увидел ту нужду, որ նա կյանք է ուզում, что она хочет որ жизнь, նա կյանք է ուզում։ что она хочет Ես жизнь. չգիտեմ, միգուցե մեկի հետ ամուսնացել էր, նա խաբել էր նրան,
Может быть, с тем, с кем она вышла замуж, обманул ее. Միգուցե մյուսիներ ընտրեն այլ էր խափեր իրան։ Может быть, и того выбрала, и тот обманул Եվ նա ее. արդեն ասել էր ինչ կլինի կլինի։ И она сказала, что будет, то будет. Եվ կան այդպիսի մարդիկ, И есть такие люди, որ մեղքի մեջ ապրում են ու ապրում են։ которые живут в грехе и живут. Ու ասում են ինչ կլինի կլինի։ И говорят, что будет, то будет. Մեղավոր մարդիկ ենք։ Мы грешные Ոչ люди. սիրելիս Հիսուսը գիտի քեզ։ Нет, Иисус знает Եվ тебя. Հիսուսը ուզում է այդ հարցը լուծվի։ Иисус хочет решить этот вопрос. Որն այն մեղքը, որ կպահի քեզ, Какой тот грех, что держит тебя, որպեսզի Հիսուսին չգնաս։ чтобы ты не пошел к Иисусу? Աստված ուզում է այդ հարցը լուծի։ Иисус хочет решить этот вопрос, Որովհետև ինքը գիտի, потому что Он знает, որ դու արդեն հոգնել ես։ что ты уже устал. Գիտես, ես մարդիկ եմ տեսել, Я видел людей, որ ասում են հոգնել եմ, которые говорили, я այս устал մեղքի կյանքից։ от этой греховной Եվ նորից жизни, չեն գալիս։ и поэтому не приходят. Գիտես ինչու։ Почему? Որովհետև սատանան ամեն ինչ կանի, Потому что сатана сделает որ все, այդ մարդը չհայտնվի Աստծո տան մեջ, чтобы этот человек не находился в Доме չլսի Աստծո Божьем, խոսքը, не слышал Слова Божьего, որպեսզի շարունակի чтобы продолжал. եւ ասի դե իմ կյանքն էլ էս ձև եղավ։ Ну, моя жизнь так сложилась. Երբեք չասես սիրելիս, դե իմ кյանքն էլ էս ձև եղավ։ Никогда не говори, что твоя жизнь так Հիսուսը сложилась. կարող է քեզ նոր ջուր տալ։ Иисус хочет дать тебе новую воду. Այսօր շատ մարդիկ կան սիրելիներս, Сегодня очень многие люди որ есть, կարիք ունեն, у которых есть որ нужда, ես ու դու գնանք чтобы мы пошли, եւ տեսնենք ոչ թե նրանց մեղքերը, не увидели не их грех, այլ նրանց կարիքը, а их нужду, նրանց ներսի կարիքը их внутреннюю нужду, եւ նրանց мոտ բերենք Հիսուսին։ и принести их к Եվ Иисусу. ասենք լսի, И сказали, послушай, Հիսուսը կյանքի ջուր տվող է։ Иисус, дающий жизнь, воду жизни. Ամեն։ Аминь. Գիտես Հիսուսը չի գալիս Иисус не приходит, իմանալով իմ ու քո մեղքերը, знаем наши грехи, որպեսզի ասի, чтобы сказать, այդ տղա, ես ինչ ես արել։ ну что ты сделал? Այ աղջի, ես ինչ ես արել։ Ну что ты сделал? Աղջիկ չէ, աղջի։ Ոչ, Հիսուսը այդ ձև չի ասում։ Нет, Иисус так не говорит. Ես վերջերս հիշեցինք, Я недавно вспомнил, եղբայրներից մեկը անուններ չտամ։ один из братьев, Կատակով մի եղբոր ասել էր. он шуткой сказал одному Այդ брату, տղա երեք ինչ ես արել։ ну, брат, что ты делаешь? Ու ես նա ոչ մի բան չգիտի, ուղղակի ասում է։ Но он ничего не знает, просто говорит. Բայց նա խառնվել էր իրար ասել էր. Դու որտեղ ես գիտես, ով է քեզ ասել։ И тот замешался и говорил, откуда ты знаешь, кто тебе сказал? Ես Աստված ամեն ինչը գիտի սիրելիս։ Бог все знает. Բայց նա չի գալիս, որ քեզ բռնի ինչ-որ բանի վրա, Но он не приходит, чтобы тебя поймать на этом, որ дու էլ քեզ մատնես։ чтобы ты себя продал. Կարիք չկա քեզ մատնես, ինքը գիտի ամեն ինչ։ Он все знает. Մարդիկ կան մեղք են գործում, ասում են մենակ չբռնվեմ։ Люди грешат и говорят, только бы не попасться. Ես որ նոր ապաշխարել Я էի, когда только покаялся, իմ ծանոթներից, ընկերներից կային, из моих знакомых, որ ասում են друзей, գնում են գողության, աղոթի որ չբռնվենք։ говорили, мы идем воровать, молить, чтобы мы не попались. Ու իրանք հավատում էին, որ ես կաղոթեմ։ И они верили, что я буду молиться. Ես աղոթում էի։ И я молился. Անկեղծ ասում եմ, ես աղոթում էի։ Я честно говорю, я Բայց молился. դա չի նշանակում, որ նրանք պետք է շարունակեն գողություն անեն։ Но это не означает, что они должны продолжать Միայն թե воровать. չբռնվեն։ Главное, чтобы не попались. Ես Հիսուսը գիտեր այդ կնոջ կյանքը։ Иисус знал жизнь этой Ու женщины. ինչ կատարվեց 28 խոսքը։ И что произошло в 28 Կինն էլ стихе? իր կուժը թողեց եւ գնաց քաղաք եւ մարդկանց ասեց. Եկեք տեսեք մի մարդ, որ ինձ ասեց բոլոր ինչ որ գործել եմ, արդյոք նա է Քրիստոսը։ Тогда женщина оставила поднос свой и пошла в город и говорит людям, пойдите посмотрите человека, который сказал мне. Այս կինը, Эта женщина, ինչա թե Հիսուսը նրան ասեց նրա կյանքը, то, что Иисус сказал ей իր կյանքը, ее жизнь, եւ նա գիտակցեց, и она осознала, որ Հիսուսը գիտի իրան, что Иисус знает ее, ասեց գնամ բոլորին պատմեմ։ и она сказала, пойду всем Սա է расскажу. Քրիստոսը։ Это Иисус. Սիրելիս ուզում եմ քեզ ասեմ, Хочу тебе сказать, մի սպասի որ մի օր не жди одного дня, Հիսուսը ինքը Иисус сам կամ Հիսուսի անունով ինչ որ մեկը или кто-то от имени Иисуса կգա քեզ կպատմի քո բոլոր մեղքերը, придет и расскажет тебе все твои նոր грехи. դրանից հետո ասես գնամ Հիսուսի մասին պատմեմ Только բոլորին։ после этого пойдешь и расскажешь про Ինքն է Иисуса. Քրիստոսը, Он Христос. ինքն է փրկիչը։ Он Մի Спаситель. սպասի դրան Не սիրելի։ жди этого. Մի սպասի։ Не жди. Գիտես մարդիկ կան, Есть люди, ուզում են տեսնեն, которые хотят увидеть, Աստված գիտի իրանց մասին թե չէ։ Бог знает о них или нет. Այսօր եկել եմ քեզ ասեմ, Աստված գիտի քո И մասին։ хочу тебе сегодня сказать, что Бог знает о тебе. Հանգստացել ժամանակ դրա վրա մի ծախսի։ Успокойся и не трать время на это. Տրվի Աստծուն։ Отдайся Богу. Ինքը գիտի քո բոլոր ապրումները, Он знает все твои переживания. բայց ինքը չի եկել քեզ նախատելու։
Он не пришел тебя Обличить. обличить. Նա եկել է քեզ հանելու Он пришел тебя եւ նոր կյանք տալու։ достать и дать новую жизнь. Եվ 39 խոսքը նայեք։ И 39 стих Եվ посмотрим. Սամարացիների այն քաղաքիցը շատերը հավատացին նրան այն կնկա խոսքի համար, որ վկայում էր, թե ասեց ինձ բոլոր ինչ որ գործել էի։ И многие самаряне из города того уверовали в него по слову женщины, свидетельствующей, что он сказал ей все, что она сделала. Ինչու հավատացին։ Почему они поверили? Որտեւ մի կին եկավ ասեց, Потому что одна женщина пришла որ и Հիսուսը сказала, ինձ բոլորը պատմել է։ что Иисус мне все рассказал. Ես չգիտեմ ինչի համար իրանք վազեցին Հիսուսի մոտ։ И я не знаю, почему они побежали к Иисусу. Միգուցե գնացին տեսնեն Հիսուսը իրանք կյանքն էլ գիտի թե չէ։ Может быть, они хотели увидеть, знает Иисус их жизнь Բայց или գիտես нет. հավատում եմ, Но верю, որ նրանք ուղակի հավատացին, они просто поверили, որ Հիսուսը իրանք էլ գիտի։ что Иисус и их знает. Ամեն։ Ամին։ Առաջի անգամ երբ որ Աստվածաշունչը կարդացել եմ, Я когда первый раз прочитал Библию, ես դրել եմ 20 օրում ամբողջ Աստվածաշունչը կարդացել եմ։ в течение 20 дней я прочел всю Библию. Դուք ասես հասկացել ես, И спросишь, ты понял? կասեմ համարյա ոչինչ չեմ հասկացել։ Скажу, что практически ничего не Բայց понял. մի բան եմ հասկացել։ Но понял одно. Բաներ կար գրված, Написанные были, որ իմ ներսի հետ խոսում էր։ которые говорили с моей Եվ внутренностью. ես մտածում էի, И я думал, այսօր որ գրել է, это тот, кто написал, ուրեմն գիտի իմ ներսը։ значит, знает меня. Հետո մտածեցի, Потом подумал, իսկ այս գիրքը շատերն են կարդում։ ну, эту книгу многие читают. Ուրեմն այս գիրքը գրողը Значит, тот, кто написал эту շատերի книгу, ներսը գիտի, значит, знает многих, որովհետև նրանց ներսի հետ էլ է երևի խոսում այս потому գիրքը։ что и с ними разговаривала эта Եվ այդ ձևով книга. ես мտածեցի И я подумал ու ասեցի, и сказал, ուրեմն ինքն է ստեղծել մարդկանց։ значит, Он сотворил людей. Ամեն։ Аминь. Դա առաջին միտքն է եղել, որ ես հասկացել եմ, որ կա Աստված։ Это первая мысль пришла, когда я Երբ որ понял, что есть գիտակցել եմ, որ Бог. ինքը ինձ գիտի, Когда я осознал, что Он знает եւ իր меня. խոսքի մեջ гիտի ինձ ինչ ասի։ И в Его Слове Он знает, что мне сказать. Ամեն։ Аминь. Ամեն։ Аминь. Գրես այս Էլիես վերջերս հիշել էի, И недавно я вспомнил, ոնց էր մի կին ասում, ես բոլոր աստվածները ուսումնասիրել եմ։ когда одна женщина говорила, я всех богов исследовала. Ոնց կարող ես ապացուցել, որ Հիսուսը ճշմարիտ Աստված։ Как можешь доказать, что Иисус истинный Бог? Ոնց կարող ես ապացուցել։ Как можешь доказать? Մարդը բոլոր աստվածներին ուսումնասիրել է։ Человек изучил всех богов. Ես նրան ասեցի, И я ей сказал, գրես միայն Հիսուսն է, только Иисус, որ գիտի, который знает. քո S եւ թվարկեցի նրան։ Это и перечислил ей. Որտեղից ես դա գիտեի։ Откуда я это знал? Անի որ Աստծոհոգինի մեջ դնում էր, ես ասում էի։ То, что Дух вложил в меня, я это и говорил. Ես նայել հարց չուներ, И у нее не было больше որովհետեւ вопросов. հասկացավ, Потому что она որ поняла, կա մեկը, что есть тот, որ գիտի իր կյանքը, кто знает ее жизнь, գիտի իր ներսը։ знает ее внутренность. Նրա անունն է Հիսուս Քրիստոս։ Его имя Иисус Եվ Христос. ուրիշ ապացուցելու բան չկա։ И больше не было никаких Բա ոնց доказательств. ապացուցես ուրիշ։ Как еще доказать? Ես մի մուսուլման աղջիկ Одна девушка, мусульманка, ամիսներ առաջ եկել էր այստեղ։ она приходила сюда, Նրան ծառայության վերջում բերեցին, и ее перевезли под конец служения, որովհետև նա չէր ուզեցի ծառայությանը լինի։ потому что она не хотела быть во время Բայց служения, կարիքի մեջ էր։ но в нужде была. Եվ նա եկավ ասեց, И пришла, сказала, ինձ ասել էին, որ անեցքի տակ է, мне сказали, что она под проклятием. ինչ որ բաներ է կատարում իր կյանքի մեջ։ Что-то происходит с ее Նա жизнью. եկավ ասեց, ես անեցքի տակ եմ։ И она пришла и сказала, я под Ասեցի проклятием. ինչու։ Почему? Ծառայությունը արդեն վերջացել է, մենք այն անկյունում խոսում ենք։ Служение уже закончилось, и мы в углу разговаривали с ней. Եվ նա ասեց, И она сказала, արդեն 4-րդ չեմ հիշում, 5-րդ ամուսինն է, ում վրա ամուսնանում եմ մահանում է։ уже 4-й, 5-й муж, за кого я выхожу замуж, он умирает. Ես ասեցի դա անեցք է, И я сказала, это проклятие. բայց այդ անեցքից միայն Հիսուսն է азатում։ Но тот, кто может освободить от этого Ասես, проклятия, բայց ես только մուսուլման Иисус. եմ։ Но я мусульманка. Կարող եք ուղղակի աղոթել, որպեսզի ես ազատ լինեմ դրանից։ Можете просто помолиться, чтобы я была Ասեցի ոչ, свободна. Հիսուսին պետք է ընդունես, նոր կաղոթեմ։ Нет, Иисуса ты должна принять, только потом буду молиться. Եվ նրան կարճ պատմեցի ավետարանը, И я очень коротко рассказал ей որ Писание, միայն Հիսուսն է նրա տեղը մահացել։ что только Иисус вместо нее Նրա умер. համար էլ հենց ինքը կար ազատ այդ անեցքից։ И она была освобождена от этого Ասեցի проклятия. հավատում ես դրան։ И сказал, ты веришь в Него? Նայեք սիրելիներս։ Смотрите, Ծառայությունը возлюбленные, վերջացել է։ служение закончилось. Ինչ ասի ինքը որ լավ լինի։ Что сказать, что было хорошо? Ասեց, Сказала, այստեղ այնպիսի ներկայություն է, որ ես չեմ կարող չհավատամ։ здесь такое присутствие, что я не могу не поверить. Եվ աղոթք արեց։ И молились. Ընդունեց Հիսուսին։ Она приняла Ես Иисуса. աղոթեցի նրա համար։ И я молился за нее. Գիտես ինչ ասեց։ И что она Ինքը сказала? ասեց,
Она сказала, Ասեց ես ազատ եմ։ я свободна. Ասեցի որտեղից գիտես։ Откуда знаешь? Ասեց նորից եմ ասում։ Я еще раз Այստեղ говорю. այնպեսի ներկայություն է, որ ես գիտեմ։ Здесь такое присутствие, что я знаю. Ասեցի դա Հիսուսի ներկայություն։ Это присутствие Иисуса. Եվ նա գնաց իր երկիր։ И она уехала к себе. Հալելույա։ Аллилуйя. Սիրելիս Աստված գիտի Бог знает, ինչպես ազատի как освободить ամեն կապանքներից, от оков, ամեն մեղքերից։ от каждого греха. Աստված լավ գիտի։ Он хорошо знает. Նա է կյանքի ջուր տվողը։ Он дающий воду жизни. Գրես մի եկեղեցում И в одной церкви մի երիտասարդ գնացել էր եկեղեցի, молодой пришел в церковь, ինչ որ մեկի պատճառով։ ну, из-за кого-то. Եվ մտնելուց И, входя, մտածել էր, подумал, ասել էր, հենց մտել էր, сказал, ну, когда только вошел, մտածել էր, подумал, ես ինչ գժանոց եմ եկել։ это что за дурдом я пришел? Որովհետև աղոթք է գնում, Потому что шла молитва, ինչ որ մեկը գետնին է անգել, кто-то упал, ինչ որ մեկը ազատագրվում է, кто-то ինչ որ освобождался, մեկը գոռալով աղոթք անում։ кто-то молился громко. Եվ այդ պահին И в этот момент բեմից քարոզողը со сцены, кто служил, ասում է հենց դու, сказал, именно որ ты, նոր մտածեցիր, который только подумал, ես ինչ գժանոց եմ ընկել, в какой дурдом я попал. Աստված քեզ կանչում է։ Бог тебя призывает. Արի ինքը քեզ ցույց կտա ուր ես եկել։ Иди, Он покажет тебе, куда ты Եվ пришел. այդ երիտասարդը ապաշխարում է։ И он покаялся. Եվ այսօր ծառայող И է։ сегодня служит Богу. Հալելույա։ Аллилуйя. Աստված լավ գիտի սիրելես։ Иисус хорошо знает. Լավ գիտի։ Хорошо знает. Դու գիտես, որ ինքը գիտի։ Ты знаешь, что Он знает? Ամեն։ Аминь. Նայեք Երեմիա 1 Давайте посмотрим Еремии. Первая глава. Երեմիա առաջի գլուխ 5-րդ խոսքը 5 стих, 1 глава Иеремии. Աստված Երեմիա մարգարեին ասում է. Бог говорил пророку Иеремии. Քեզ որովայնում չստեղծած ես քեզ գիտեի եւ արգանդից դեռ դու դուրս չեկած ես քեզ սրբեցի ես քեզ ազգերի մարգարե եմ դրել։ Прежде нежели я обрезал тебя в чреве, я познал тебя, прежде нежели ты вышел из утробы. Я осветил тебя, пророком для народов поставил тебя. Там почему обрезал написано? Образовал. Образовал. Ով է մեզ ստեղծել? Кто нас создал? Ով է մեր որովայնում մեզ ստեղծել։ Кто в чреве создал нас? Երանել ենք ես ու դու, Мы блаженны, որ ազատ ենք այն ուսմունքից, что мы освобождены от որ того ասում է մարդը учения, կապիկից է։ что человек был от обезьяны. Ոչ երանել են մարդուն, որ մտածում է որ կապիկից է առաջացել։ Не блаженны те люди, которые думают, что созданы от обезьяны. Ես սատանան խափում է И сатана обманывает մարդկությանը, людей. անգամ այնպեսի հիմարությունը, որ զարմանում ես ոնց կարելի է դրան հավատալ, որ ես ու դու էլ ենք հավատացել ժամանակին։ Даже такие вещи обманывают, что удивляешься, как мы верили этому. Այստեղ ասում է ես եմ քեզ ստեղծել։ И здесь написано, я тебя создал. Ուզում եմ քեզ հարցնեմ սիրելիս։ Я хочу спросить тебя. Դու գիտես, որ դու արարիչ ունես։ Ты знаешь, что у тебя есть Творец? Եվ այդ արարիչը И это Творец. ասում է դեռ դու չէիր ծնվել։ Говорят, еще до того, как ты Դեռ դու родился, մորդ որովայնում չկայր։ ты еще не был в чреве. Ես քեզ գիտեի։ Я тебя знал. Ես քեզ ընտրել էի։ Я тебя избрал. Սիրելիս ուզում եմ հարցնեմ։ Хочу спросить, Դու возлюбленный. գիտես, որ Աստված քեզ ընտրել է։ Ты знаешь, что Бог тебя избрал? Գիտես դա ինչ է նշանակում։ Что это Երբ означает? որ գիտակցում ես դա, Когда это осознаешь, ամենահզոր բաներից, որ դու կարող ես ունենալ Աստծոց։ это самое сильное, что можешь иметь от Бога. Ամենահզոր բաներից է դա, Это самое сильное, որ դու գիտակցում ես, что ты որ осознаешь, Աստված քեզ ընտրել է։ что Бог тебя избрал. Հենց քեզ։ Именно тебя. Ամեն։ Аминь. Դե մեզ, Ну, нас. չէ բոլորից։ Всех. Չէ, հենց Нет, քեզ։ именно тебя. Հենց քեզ։ Именно Երբ тебя. որ դու դա գիտակցում ես, Когда ты это քո осознаешь, կյանքը ուրիշ է սիրելիս։ твоя жизнь другая. Դու ոչ թե քննում ես հավատքը, Ты не изучаешь դու веру, ոչ թե քննում ես եկեղեցին, ты не изучаешь церковь, այլ ասում ես ես ընտրված մեկն եմ։ а говоришь, я избранный. Ոչ թե նրա համար այդքան, որ այդքան հպարտ եմ, Не для того, чтобы гордиться, այլ նրա համար, որ ինքն է ինձ ընտրել։ а для того, чтобы знать, что Он меня Դրա համար избрал. ես կխոնարհվեմ իր առաջ Поэтому я буду преклоняться ու перед իրան Ним կծառայեմ։ и буду Ему служить. Հենց դրա պատճառով է, Именно из-за этого, որ մարդը ուզում է ծառայի Աստծուն։ что человек хочет служить Богу. Ոչ թե նրա համար, որ դժոխ չգնա, Не из-за того, чтобы пойти в ад, այլ այն պատճառով, а из-за того, որ գիտակցում է, что осознает, որ ով որ ինձ արարել է, кто меня создал. ինքը ինձ գիտի։ Он знает Ու меня. ինձ ընտրել է,
и избрал меня, ու դրել է, որ ես իրան ծառայեմ։ и поставил, чтобы я служил ему. Հալելույա։ Аллилуйя. Միթե դրանից ավելի лав բան կա սիրել ես։ Разве есть лучше Այսօր этого մարդիկ ուզում что-то? են ճանաչված լինել տարբեր տեղեր, И сегодня люди хотят быть известными տարբեր շրջապատներում, во всяких разных обществах, ինչ որ մարդկանցից ճանաչված լինեն։ быть известными у людей, Նախագահը ինչ ճանաչում է։ что Президент. президент меня знает. Այն չանեն գիտեք ես։ Ну и что знает? Լավ է, Очень хорошо, ված չի։ неплохо. Որ քեզ ճանաչում է, ինչ որ հարցեր կարա լուծի։ Если знает тебя, может решить какой-то Քեզ вопрос համար։ для тебя. Բայց ուզում եմ քեզ ասեմ Но хочу тебе սիրելիս։ сказать, Ես ու դու возлюбленный, երանելի ենք, я и ты, мы блаженны, որ մեր արարիչն է ճանաչում։ что наш Творец нас знает. Այսօր շատ մարդիկ կան, Очень многие люди есть. իրանց ճանաչված լինել այս աշխարհում չեն ուզում թողնեն։ Они из-за того, что значимы, не хотят оставить. Իրանք չեն ուզում գան Աստծուն։ Они не хотят приходить пред Богом. Բայց Աստված ասում է. Но Бог говорит, Թող ամեն բան, оставь все, որովհետև ես եմ քեզ ճանաչում։ потому что я тебя Եվ знаю, ես եմ քեզ ընտրել։ и я тебя избрал. Բայց այս հարցը ո՞նց կլինի։ А как этот вопрос? Քո գործը չի։ Это не твое дело. Գիտես, երբ որ դու հասկանում ես ով է քեզ ճանաչում։ Когда ты знаешь, кто тебя Քեզ знает, հետաքրքիր էլ չի։ тебе не интересно, Ով քո մասին ինչ կասի։ кто о тебе что Քեզ скажет. հետաքրքիր է թե Տերը քո մասին ինչ է ասում։ Тебе интересно, что скажет твой Творец о Դու тебе. գիտես, Ты знаешь, որ նա гитի, что Он знает, որ քեզ ընտրել է։ что Он тебя избрал. Ամեն։ Аминь. Դրա համար երբեք չհարցնես Աստծուն, ինձ ընտրել ես թե ոչ։ Потому что не спрашивай никогда, ты избрал меня или нет. Ուղղակի վստահ եղի, որ Աստված քեզ ընտրել է։ Просто будь уверен, что Он тебя избрал. Երբեք չհավատաս այդ ստին, Никогда не верь в эту ложь, որ ինչ որ մարդիկ ընտրված են, что какие-то люди избранные, իսկ մնացածը ոչ։ а остальные нет. Ընտրությունը մարդն է որոշում։ Выбор принимает человек, Ընդունողը մարդն է, принимающий человек. որովհետև Աստված բոլորին ասում ես քեզ ընտրել եմ։ Потому что Бог говорит всем, я тебя избрал. Բայց ինչու են ընտրվածները քիչ։ Почему мало избранных? Աստծո խոսքն ասում է կանչվածները շատ են, ընտրվածները քիչ են։ Слово Божье говорит, что званых много, избранных мало. Որովհետև ընտրվածները նրանք են, Потому что избранные те, ովքեր գիտակցում են, кто осознают, որ իրանց արարիչը ընտրել է իրան что их Творец избрал их եւ ընդունում են այդ ընտրությունը։ и принимают этот выбор. Եվ ասում են ես քո ընտրվածն եմ, И говорят, я твой избранный, ես քո ծառան եմ я твой слуга, եւ ես ծառայելու եմ քեզ։ и я буду служить тебе. Հալելույա, փառք Աստծուն։ Аминь, слава Богу. Դրա համար պետք չի ժամանակ ծախսել, Поэтому не надо тратить время, ուղղակի ապրելով, просто живя, որպեսզի ինչ որ հայտնի լինես, просто чтобы быть կամ известным ինչ որ բանի հասնես, или до чего-то дойти. սրես միշտ քեզ հարց տուր։ Всегда задавай себе Ինչու вопрос, համար եմ ես ծնվել։ для чего я родился, Ինչի համար եմ ապրում։ для чего я живу, Ինչի համար ես ապրում։ для чего ты живешь. Ով Արտուր, ինչի համար ես դու ապրում։ Артур, для чего ты живешь? Եթե դու այդ հարցը քեզ տաս, Если ты задашь этот вопрос, հաջորդ բանը դու քո արարչին ես այդ հարցը տալու։ следующее ты задашь вопрос своему Творцу. Եվ ես քեզ վստահ ասում եմ, И я тебе уверенно говорю, նա սպասում է, он ждет, թե ով իրան կասի, кто скажет ему, ինչի համար ես ինձ ստեղծել։ зачем ты меня сотворил, Ինչի համար եմ ծնվել ես։ зачем я родился. Դու կին երեխա, աշխատանք, Да и жена, дети, работа. ու այդքանը ու վերջ։ И все? Ոչ, արարիչը ուրիշ բան է ունի քեզ Нет, у համար։ Творца есть большее приготовленное. Հալելույա, փառք Аминь, слава Աստծուն։ Ուզում Богу. եմ քեզ ասեմ սիրելիս, Хочу тебе сказать, որ Աստված ոչ возлюбленный, միայն քեզ ընտրել է, Он не только тебя избрал, քո ամեն մի օրն է գիտի։ Он каждый день твой знает. Ամեն մի օրը։ Каждый день. Սաղմոս 139-ը, Псалом 138, 16-րդ խոսքը։ 16 стих. Սա Դավիթն է աղոթում։ Սա Դավիթն է աղոթում։ Со Давид молился. Քո աչքերը տեսան իմ կերպարանքը դեռ անպատրաստ։ Եվ քո գրքում գրված էին այն բոլոր օրերը, որ լինելու էին, երբ որ նրանցից մեկը դեռ չկար։ Зародыш мой видели очи твои, в твоей книге записаны все дни для меня назначенные, когда ни одного из них еще не было. Պատկերացնում եք, այստեղ էլ ասում է. Представьте, здесь говорится, Ես քո կերպարանքը, я твой образ, այդ քո քաչալ գլուխը, это лысую голову, այդ քո հայի քիթը, это армянский нос. ես ամեն ինչը гитեմ քո մասին, Я все знаю о тебе. քո կերպարանքը գիտեի, Я знал твой образ մինչև քո կազմավորվելը։ до твоего образования. Հայ, Да, да, հնարավոր չի։ невозможно. Աստծո համար հնարավոր է սիրելիս։ Для Бога возможно. Միտքդ կասի,
мысли скажут. Շատ գեղեցիկ խոսքեր է։ Очень красивые слова. Սիրելիս, դա գեղեցիկ խոսքեր չի, դա իրականություն Это է։ не только красивые слова, это истина. Դեռ ես ու դու չկայինք, Нас еще не было. Աստված գիտեր, Бог знал, որ այսօր что դու сегодня այստեղ ты здесь նստած ես լինելու։ будешь сидеть. Դո չէ, հա։ Да нет, Ես որոշեցի եկա։ я решил и пришел. Դու չես եկել։ Ты не пришел. Աստված գիտի։ Бог знал Այսօրվա օրը սիրելիս։ сегодняшний день. Գիտես մարդիկ կան։ Есть люди, Ասում են, բա ինչ Աստված չգիտի, որ այսքան բան անցել եմ։ что Бог не знает, через что я прошел, Սիրելիս գիտի։ знает. Սիրելիս գիտի ինքը։ Знает, возлюбленный. Կասես, բա ինչի համար է եղել։ А для чего это было? Աստված ասում է, Бог говорит, քո կյանքը твоя жизнь ամեն մի օրը каждый день գրված է իմ գրքում, написана в моей книге, բայց դու քո կյանքը но ты свою жизнь, պետք է ապրես իմ գրքի համեմատ։ ты должен жить по моей книге. Եվ այդ ժամանակ И в это время կկատարվի այն ամենը, ինչ ես ասել եմ քեզ համար։ будет происходить то, что я сказал для тебя. Եթե ոչ, Если нет, ես այն մնացած օրերն գիտեմ, я и те другие дни знаю. բայց կան օրեր, Но есть дни, կան ճանապարհներ, есть дороги, կան ծրագրեր, есть որը սատանան է կազմակերպում քեզ համար, планы, которые сатана приготовил для тебя. որը քո մեղքի ցանկությունն է կազմակերպում քեզ համար։ Что это желание греха. Ինչքան ենք լսել մենք, И сколько бы мы слушали, որ ասել են, գնացինք ես ինչ կախարդի մոտ, пошли к какой-то колдунье, եւ նա ինձ բոլորը ասեց, и она мне все это сказала. եւ այդ կատարվեց։ И это Ասեց произошло, հոր քուրդ մահանալու է։ что тетя умрет, Մահացավ։ умерла, Սիրելիս, возлюбленный. կախարդը А колдунья հրճակելու է քո վրա провозглашает на սատանայի тебя ծրագրերը։ план дьявола. Մարդու մեջի մեղքը Грех в человеке մարդուն տանում է ведет человека մեղքի ճանապարհով։ по греховным путям. Աստված դա էլ գիտի, И Бог это բայց знает. Աստված ասում է իմ գրքում Но Он говорит, в моей книге քեզ համար օրեր կան գրած։ для тебя есть написанные дни. Արի ապրի այդ օրերի մեջ։ Приходи и живи. Ու կտեսնես ինչ կկատարվի։ И увидишь, что произойдет. Երբեք ուշ չի սիրելիս։ Никогда не поздно Վերադառնալ Աստծո ճանապարհի վրա обратиться на пути Божьи եւ ապրել Աստծո գրվածքով։ и жить написанное Եվ Богом. կատարվի այն ամենը, ինչ Աստված ունի մեզ համար։ И произойдет то, что Бог приготовил Դու для нас. պատկերացնում ես սիրելի։ Ты представляешь? Սիրելիս, ինչ երջանիկ ենք ես ու դու, Какие мы счастливые, որ ըստ այս խոսքի что относительно слова, Աստված վաղվա օրվա համար ինձ ու քեզ համար բան ունի պատրաստած։ что на завтрашний день у Бога есть приготовленное для Եվ нас. այսօր երեկոյան էլ бан ունի И պատրաստած։ сегодня вечером тоже есть Հենց հիմա приготовленное. էլ բան ունի И պատրաստած։ прямо сейчас есть. Եվ դու դրա մեջ ապրում ես։ И ты живешь в этом. Միթե դա երանելի կյանք չի։ Неужели это не блаженная жизнь? Աստված ամեն ինչ գիտի սիրելիս։ Бог все знает. Աստված գիտի ինչից պահի քեզ, Бог знает, от чего тебя որ удержать, պահին ինչ է լինելու, в какой момент что будет. բայց հարցը սա է. Но вопрос в том, Արդյոք դու Աստծո գրվածքի համեմատ ես։ неужели ты по написанному? Գիտես, երբ դու Աստծո գրվածքի համեմատ կապրես սիրելիս, Когда ты будешь жить по написанному? երբ որ խորը սրտիդ մեջ գիտակցում ես, Когда внутри сердца ոչ թե դու осознаешь ճակատագրի զոհ ես, не то, что ты жертва судьбы, այլ դու նախասահմանությամբ ընտրված ես, а ты предназначенная Богом, որովհետև Տերը գիտի քեզ, потому что Бог знает тебя մինչև քո ծնվելը սիրելիս։ до твоего рождения. Ամեն։ Аминь. Տերը լավ գիտի ինչով ես դու անցել, Бог знает хорошо, через что ты прошел, բայց այսօր էլ ասում է, но сегодня говорит, ես քո համար բաներ ունեմ պատրաստած։ у меня есть приготовленное для тебя. Արի եւ ավելի մեծ բաներ ես տեսնելու։ Приходи и увидишь еще большее. Գիտես, լինում է մարդիկ սպասում են, Бывает, что люди որ ожидают, մտնեն եկեղեցի что войдут в церковь, եւ Աստված իրանց մտքերը կարդա։ и Бог будет читать их мысли. Նոր դրանից հետո ասեն, այ հիմա հասկացանք։ А только после этого скажут, понял. Չնայած գիտես ինչքան եմ լսել, Но знаете, сколько я слышал, որ մոտենում են ասում են, что приходят и լսի, говорят, այսօր բեմից ինչ խոսացում էր, գալուց դրա մասին էինք խոսում։ все, что говорилось со сцены, именно об этом я и Ում думал. հետ ա եղել այդպեսի բան։ Сколько было, Ինչքան շատ ա եղել, կամ сколько մտածել ես много դրա было, մասին։ или думал об этом. Եկել ես լսել ես դրա պատասխանը, հարց ես ունեցել։ Пришел, у тебя был вопрос, и ты услышал об этом. Աստված գիտի ամեն ինչ սիրելիս, И Бог знает все. բայց մի սպասի դրան։ Но не жди этого. Հավատա, Верь, որ ինքը քեզ ընտրել է։ что Он тебя избрал. Գիտես Աստված իրոք կատարյալ ձևով գիտի ամեն օրը։ Господь чудесным образом знает каждый день. Ես վերջերս Գերմանիայում Недавно в մի Германии ծառայության էինք на служении, եւ աղոթ քարեցինք и мы помолились, եւ մի կին մոտեցավ ինձ վերջում։ и одна женщина ко мне подошла в конце.
Եվ ասեց մի հարց ունեմ ձեզ։ И сказал, у меня есть один вопрос к вам. Ինչու են մարդիկ ընկնում։ Почему люди падают? Որովհետև այն մարդու ում հետ ինքը ընկել էր, այդ մարդը ընկավ։ Потому что с тем, с кем он пришел, он упал. Ընդ որում նա կարծեմ երկրորդ անգամ էր եկեղեցու։ И, по-моему, она была второй раз в церкви. Եվ սկսեց ազատագրվել։ И она начала освобождаться. Հիսուսը դևերից ազատող Աստված ասել։ Иисус, Он освобождает от... Եվ նա այդքանը տեսավ։ И все это она Ասում է, увидела. ինչպես են մարդիկ ընկնում։ И вижу, что постоянно падают Դες люди. ասեցի Աստծո զորությունից։ Ну, это от силы Божией, я сказал. Բացի այդ էլ Հիսուսը որ ազատագրում էր, գրված է թափահարում էր այդ մարդուն եւ ինքը նա ազատագրվում էր։ И написано, что люди, они сотрясаются. Հա։ Եվ գիտեք ինչն է հարցը։ И знаете, в чем вопрос? Հաջորդ քաղաքում Գերմանիայում А в другом городе в Германии, մոտ 250 կիլոմետր այն կողմ ну, примерно 250 այդ նույն километров, կինը եկել էր эта женщина пришла. եւ վերջում երբ որ կանչեցի աղոթքի, И когда я призвал в конце к молитве, ինքը դուրս եկավ աղոթքի։ она пришла на Բոլորի հետ молитву միասին։ вместе со Երբ որ всеми. մոտեցավ ինձ, И когда подошла ко мне, ասեց խնդրում եմ աղոթեք տղայիս համար։ прошу, помолитесь о сыне. Տղաս բանտում նստած է հիմա А сын сидит в тюрьме Գերմանիայում։ в Германии. Խնդրում եմ աղոթենք։ Прошу, помолитесь. Գիտես, ես չհասցրեցի նրա համար աղոթեմ։ Я даже не успел помолиться за нее. Ինքն էլ չհասցրեց աղոթի իր տղայի համար։ И она не успела помолиться за своего сына. Մի անգամից նա անկավ գետնին Она сразу упала եւ սկսեց ազատագրվել։ и начала освобождаться. Դա այն կին էր, որ հարցում էր ոնց են մարդիկ ընկնում։ Это та женщина, которая спрашивала, как люди падают. Գիտես, մարդիկ չեն գցողը։ Нет, не люди, которые Մի толкают. անգամ մի երիտասարդ հարցրեց, Один молодой спросил меня, ասեց կներեք, այդ ոնց եք մարդկանց գցում։ а как вы людей толкаете? Ասի, բայց ֆիթնես են պարապում։ Я фитнесом занимаюсь. Փորը բռնես ծիծաղելով ընկավ այդտեղ։ И я так сильно смеялся. Ու ես նա սկսեց ազատագրվել։ И она начала Հետո ես освобождаться. ուրիշների համար աղոթում էի։ И я молился за других. Դուք տեսնում եք, որ Աստված гիտի ամեն ինչ։ И смотрите, Бог знает все. Նա եկել էր տղայի համար աղոթենք, Она пришла молиться за сына, բայց Աստված уզում էր նրան ազատագրի։ но Бог хотел освободить ее. Եվ նա գետնին պարկած է, И она лежала. որովհետև նա չկար, որովհետև Աստված նրան ազատում էր։ Ее не было, потому что Бог освобождал ее. Հետո ուրիշների համար աղոթում եմ, И я молился за других մեկ էլ լսում եմ, и слышу, կինս այդտեղ էր։ жена там была. Բարձր գորալով էս կինը պարկած աղաղակում է։ Она очень громко кричала, Իրենց խլացնող ձայնով, таким оглушающим звуком, որովհետեւ դուք հասկանաք ինչպես էր գոռում что ինքը։ вы поняли, как она кричала. Գոռում էր. Кричала, Հիսուս, Դավիթիս պահի։ Иисус, сохрани Давида. Մոտ 2 րոպե Ну, примерно 2 մենակ минуты. գոռում էր։ Она только кричала, Հիսուս, Դավիթիս պահի։ Иисус, сохрани Давида. Դες մտածեցի, И я подумал, երևի պարկած հիշել է, որ Դավիթի համար պետք է աղոթեինք, ну, я подумал, что она вспомнила, что она пришла ու за որպես Давида. մայր աղաղակում է։ Ну, как мать она кричит. Գիտես սրելես։ Но знаете, Երբ որ ինչ-որ возлюбленный, մեկը աղաղակելով աղոթում է, когда кто-то громким голосом молится, խիստ մի եղի, խիստ մի դատապարտի իր։ ну, так Դու չգիտես не ինչի համար относись այնքը плохо. գոռում։ Ты не знаешь, для чего она молится. Էսի միջալոց։ Это просто. Գիտես, երեկոյան ծառայությունը վերջացավ։ И вечером после служения Երեկոյան այդ ծառայության առաջնորդը лидер լիդերը этого служения, ասում է գիտես հրաշք ա եղել։ он говорил, знаешь, произошло Ասում чудо. եմ ինչ ա եղել։ Что случилось? Ասում եմ հիշում ես այն կնոջը որ գոռում էր։ Помнишь эту женщину, которая кричала? Ասում եմ հա։ Да. Ասում եմ այդ կինը պատմում է։ Эта женщина рассказывает. Երեկոյան տղան Բերթից զանգում է։ А вечером сын звонит из тюрьмы Ասում եմ մամ, и говорит, мам, գիտես այսօր ինչ եղավ։ сегодня знаешь, что произошло? Ասում եմ կռիվ եղավ այստեղ։ Была драка, Եվ մեկը դանակը վերցրեց и кто-то взял եւ нож մեջքիցս խփում էր։ и бил в спину. Եվ ասում է ընկերներս գոռացին փախի։ И друзья кричали, убегай. Ես ասում եմ հետ դարա, И я обратился, տեսա արդեն մեջքից մոտ է դանակը я увидел, что прямо возле спины нож, ու ասում է, իր բարերն եմ ասում։ и говорит, и его слова говорю, Ասում եմ մամ, мам, մեկը ինձ վերցրեց кто-то взял ու меня շպրտեց սենյակի այն մի կողմ։ и откинул меня в Ասում եմ сторону. ոչ ոք դա չի արել։ Никто это не сделал, Ոչ ոք չկար։ никого не было. Եվ մաման ասում է, И мама говорит, որ ժամին ա եղել։ в какое время это Ասում եմ было? մոտավորապես 5-ին։ Ну, примерно в 5. Դա հենց այն ժամանակն էր, երբ որ նա գոռում էր։ Это именно было то время, когда она кричала. Հալելույա։ Փառք Աստծուն։ Аллилуйя, слава Богу. Փառք Աստծուն Слава սիրելես։ Богу, возлюбленный. Ես հեքիաթ չեմ պատմում, Я не рассказываю сказки. դա իրական դեպք է Это было, եւ Աստված գիտի ամեն ինչ и Бог սիրելես։ знает все. Ընդ որում գիտես ինչ, Знаете что?
Այդ օրը ես խոսում էի, В этот день я говорил, որ երբ որ դու ծածկոցի տակ ես, когда ты находишься под покровом, որ Աստծո եկեղեցին է, что есть Церковь եւ Божья, այսպեսի բառեր ասեցի, и сказал такие слова. դու չգիտես հենց այս պահին Ты не знаешь, что в этот момент, Աստված ինչից է պահում от чего Бог сохраняет քեզ եւ քո հարազատներին։ тебя и твоих близких. Եվ այդ խոսքը այդ օրը կատարվեց։ И это произошло в этот Մեր день. Աստված փառավոր Աստված Наш Бог ասել։ прославленный Бог. Ինքը արժանի ամեն փառք։ Он достоин всей славы. Ինքը ամեն բան գիտի սրել։ Он знает все. Այսօր այդ հարցը Этот вопрос քեզ եմ ուղղում։ тебе Դու задаю. գիտես, որ ինքը գիտի։ Ты знаешь, что Он знает. Ու ես քեզ կասեմ, И я тебе скажу. փառք Աստծո, որ ինքը գիտի։ Слава Богу, что Он знает. Ամեն։ Аминь. Ես շատ բաներ կա քո կյանքից, Есть очень многое в твоей жизни. չարժե անգամ մարդիկ իմանան, Даже не надо, чтобы другие знали. բայց լավ է որ Աստված գիտի։ Но хорошо, что знает Бог. Որովհետև ինքը քեզ չի դատապարտելու։ Потому что Он тебя не осуждает. Ինքը միայն ուզում է քեզ հանի այդ վիճակից։ Он только хочет тебя вывести из этого состояния. Ազատի ամեն մեղքից, Освободить от любого греха, ազատի տառապանքից, от մուչենիա, Մուչենիա։ ազատի վախերից от страхов եւ կյանք տա։ и дать жизнь. Եվ վերջի տեղն եմ ուզում կարդամ И хочу սիրելիներս։ прочитать Եթե последнее կարելի է место. նվագենք, բայց նվագենք ինչ մեծ է Աստված, էլի։ Ինչ մեծ է Աստված։ Մատթեոս 6-րդ գլուխ։ Матфея 6 глава. Այստեղը Это место ուզում եմ մեկ այլ կերպով նայենք այսօր։ хочу, чтобы мы по-другому посмотрели. Սա Հիսուսն էր խոսում։ Это говорил Иисус. Յոթերորդ խոսքը։ 7 стих. Եվ աղոտ քանելիս շատախոս մի լինեք, ինչպես հեթանոսները, որովհետև նրանք կարծում են, թե իրանց շատ խոսելու համար կլսվեն։ А молясь, не говорите лишнего, как язычники, ибо они думают, что в многословии своем будут услышаны. Արդ նրանց նման մի լինեք, նրանց մի նմանվեք, որովհետև ձեր հայրը գիտի, թե ինչ բաներ պետք են ձեր նրանից խնդրելուց առաջ։ Не употребляйтесь им, ибо знает Отец ваш, в чем вы имеете нужду, прежде вашего прошения у Него. Եղել է ինձ հարցրել են, Бывало, что меня спрашивали, ասել են, сказали, դե ինչի աղոթենք, եթե ինքը գիտի, ну а зачем молиться, если Он знает? ինչ է ինձ պետք։ Что мне надо? Երբ որ ասում ես աղոթի, Когда говоришь «молись», եղել է որ մարդ ասել է, бывало, что человек сказал, էլ ինչի աղոթեմ, գրված է, չէ՞ որ Աստված գիտի, ну зачем молиться, написано же, что Бог знает, ինչի կարիք ես ունեմ։ в чем у меня есть нужда. Սրելիս այս խոսքը Это слово ավելի շատ больше մղում է մեզ, դրթում է մեզ, направляет нас, որպեսզի մենք հավատքով աղոթենք, чтобы мы с верой молились. որ ինչ որ աղոթում ենք, Все, что мы молились, նա գիտի, Он знает, թե ինչի համար մենք կարիք ունենք։ в чем у нас есть нужда. Եվ մեր հավատքը թող աշխատի, И пусть наша вера работает, որ հավատանք, чтобы мы верили, որ Տեր Աստված, что Бог, դու գիտես իմ կարիքը, Ты знаешь мои нужды, ես աղոթում եմ քեզ и я молюсь ու Тебе հավատում եմ, и верю, որ դու գիտես։ что Ты знаешь. Գիտես ինչու եմ այսպես ասում, Почему я так говорю? որովհետև լինում է, Потому что որ бывает, գալիս ենք աղոթքով что приходим в молитве ու ուզում ենք Աստծուն բացատրենք մեր վիճակը։ и хотим объяснить наше состояние. Տեր դու գիտես էլի որ սենց է, Ну, Ты знаешь, что так. բայց այս եղավ սրանից հետո Но то, что произошло ու после, Տիրոջը պատմություններ ենք պատմում։ и рассказывают Богу историю. Ես մի անգամ лսեցի մեկը աղոթում էր, И я слышал, что один молился, ուղղակի պատահական անցնում էր այդ просто սենյակով, я որտեղ случайно այնտեղ մեր проходил. օֆիսն էր եւ ուրիշ մարդիկ աղոթում էին։ Там был наш офис, и там другие люди молились. Եվ լսում եմ մեկը աղոթում է, И слышу, что кто-то ռուսերեն էր молится աղոթում, на русском. ասես Տեր Աստված, И говорил, դու գիտես Господь, այս մարդուն ում համար աղոթում ենք։ Ты знаешь, за кого мы молимся. Դու գիտես որ ինքը բանի պետք չի։ Ты знаешь, что он никому не нужен. Գիտես էլի որ տկար է, Ты знаешь, что он в нем бессилен. բայց դե խնդրում եմ իրան հասկացի էլի։ Но прошу, донеси сенс до աղոթում него. է։ И молится. Տիրոջը բաներ է բացատրում, И он рассказывает, որ ճիշտ объясняет. ասեմ, դե չկանգնեցի շատ լսեմ, Ну, я там долго не стоял, не слушал. բայց այդպես է չհասկացա այդ մարդու համար ինչ էր ուզում աղոթի։ Но так и не понял, что он хотел молиться за него. Մենակ Տիրոջը բացատրում էր, որ այդ մարդը պետքական մարդ չի։ Ну, и слышал, что он только объяснял Богу, что он ненужный человек. Բայց սիրելիներս մեզ պետք չի Աստծուն բացատրություններ տալ։ Возлюбленные, нам не надо объяснять Богу. Մեզ պետք չի Աստծուն բացատրել, թե ինքը ինչ անի։ Нам не надо объяснять, что он делал. Այդպես էլա չէ՞ լինում, որ աղոթում են,
Но и так бывает, да, молимся Ասում են Տեր Աստված, и просим խնդրում Бог, եմ սրա համար, прошу за это ու խնդրում եմ քեզ, и прошу тебя. գնա Վարդգեզին կանչի այստեղ, Иди и призови Вардгеза, որ գա ինքը ինձ օգնի։ чтобы он мне помог. Ու սկսում եմ բացատրել Աստծուն։ И начинает объяснять Богу. Տեր ինքը ինձ էս վատ բաներ արել է, Он сделал мне плохое, բայց խնդրում եմ թող իրա կաշվի վրա զգա էլի։ но прошу, пусть он на себе испытает это. Ու Տիրոջը բացատրում ենք թե ինքը ինչ անի։ И означает, и Богу говорят, что он Вот должен сильно сделать. есть. Нет, Ավելի возлюбленный. լավ է հավատքով գանք, Лучше мы придем с верой, Աստծո առաջ անկեղծ լինենք, будем честны перед Богом, մեր սիրտը բաց լինենք, откроем наши сердца, Տիրոջից ոչինչ չենք թաքցնի, ничего не будем скрывать от ամեն Бога. բան ինքը գիտի։ Он все знает. Եվ այդ ամենը գալով И этим всем գանք իր առաջ խոնարհվենք будем приходить, преклоняться եւ перед Ним մեծարենք իրան։ и прославим Ու Его. դրանից հետո И после этого Հիսուսը ասեց. Иисус сказал, Դրա համար դուք այսպես աղոթք արեք։ поэтому вы молитесь так. Հայր մեր, Отец наш, որ երկնքում ես։ который на небесах. Գիտես շատերը հայր մերը աղոթում են։ Очень многие молятся «Отче Չգիտեն ինչի наш». համար է Հիսուսը այդ աղոթքը տվել։ Почему Он дал эту молитву? Հիսուսը այդ աղոթքը տվել է, Иисус дал эту молитву, որպեսզի բոլոր նրանք, чтобы все те, ովքեր ուզում են նրան հետևեն, кто хотят идти за Ним, խոնարհվեն Տիրոջ առջև преклонялись перед Богом եւ ասեն թող քո կամքը լինի, и сказали, пусть будет Твоя թող քո воля, արքայությունը գա, пусть придет Твое царство, пусть придет Твое царство եւ մնացած բաները։ и все остальное. Եվ չեն մոռանում այն տողը, որը ասում է. И не забывать то место, где говорят, Ներիր մեր մեղքերը, ինչպես մենք ենք ներում։ прости наши грехи, как и мы прощаем. Այդ տողը չեն մոռանում։ Не забываем это место, эту Գիտես, строчку. Հիսուսը կոնկրետ աղոթք ասեց։ Иисус сказал конкретную Դա молитву. հզոր մի աղոթք է, Это очень сильная բայց молитва, նրանց համար, но для тех, ովքեր որ գիտեն, кто знают, որ նա ամեն բան գիտի։ что Он все знает. Ամեն։ Аминь.